Ամերիկան հնարավորություն տվել էր Իրանին հակամարտությունը միջուկային գործարքով ավարտելու, ասել է Միացյալ Նահանգների նախագահը ու ուղիղ խոսքով սպառնացել, պարզապես արեք դա, քանի դեռ ուշ չէ։ Ըստ ամերիկագետի, այսքանով հանդերձ Թրամփը փորձում է չայրել կամուրջները Իրանի հետ։ Որքանով այս պահին հայտնի է, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Իսրայելի այս գործողությանը որևէ կերպով չեն մասնակցել, աջակցություն չեն ցուցաբերել, եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ստեյցիան մեսիջ է ուղարկում Իրանին, որ որևէ ներգրավվածություն չի ունեցել եւ ցանկություն չունի ներգրավվածություն ունենալու, այսինքն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել Իրանի հետ վարվող բանակցություններ, այլ ոչ թե հակադրվել Իրանին եւ աջակցել Իսրայելին։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ սա կոորդինացված պլանավորված ծրագիր է ընդդեմ Իրանի եւ հանուն Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ազդեցության աճի։ Իսրայելը Միացյալ Նահանգների աչքերն ու ձեռքերն են Մերձավոր Արևելքում եւ հնարավոր չէ ամերիկյան քաղաքականությունը կամ հեգեմոնիայի հաստատումը Մերձավոր Արևելքում եւ լայն Եվրասիայում առանց Իսրայելի որպես Միացյալ Նահանգների աչքեր եւ ձեռքեր Մերձավոր Արևելքում։ Քաղաքագետն ասում է, որքան Իսրայելն է անհրաժեշտ Միացյալ Նահանգներին, այդքան էլ Միացյալ Նահանգները Իսրայելին, իսկ Իրանը սովորել է ապրել սանկցիաների տակ, հետևաբար պետք էր դիմել ռազմական ուժի։ Եթե Միացյալ Նահանգները ուղիղ հարձակվեր, կսկսվեր նոր պատերազմական փուլ։ Իսրայելը պարբերաբար խոսում էր, որ պատրաստ է Իրանին հասցնել հարված։ Սա դառնում է լավ ոստիկան եւ վատ ոստիկանի տեխնոլոգիան, երբ մի կողմից Իսրայելը որպես վատ ոստիկանի դեր է վերցնում Մերձավոր Արևելքում, իսկ Միացյալ Նահանգները որպես հաշտարարի, խաղաղեցնողի եւ արբիտրի դեր, որը եթե իմ հետ չհամաձայնվեք, կլինի պատերազմ, կլինի անդառնալ։ Եվ հիմա էլ Թրամփը դրա մասին զգուշացնում է դարձյալ։ Միացյալ Նահանգները հայտարարությունների մակարդակով փորձում է ստանձնել միջնորդի եւ կարգավորողի դեր, զսպելով Իսրայելի հնարավոր ռազմական ագրեսիան, սակայն իրականում ըստ փորձագետների շարունակում է համակարգել ընդհանուր ռազմավարությունը։ Աննա Հարությունյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։